Մենք մեզ թույլ ենք տվել Գեղարքունիքի մարզի դատարանը վերցնել որպես ուսումնասիրության առարկա 2024 թվականի 9 ամիսների ընթացքում քրոնոմետրաժ են կարել հենց այս մարզի պատահականության սկզբունքով մարզի դատարանի աշխատանքը եւ ինչ հետաքրքիր եզրահանգումների ենք հանգել 472 քրեական գործի դատաքննությունը ավարտվել է եւ մնացորդ քրեական գործերի թիվը կազմել է 136 Եթե ավելի պարզ ասեմ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործերի թվից ավելին ավարտվել է եւ տեղի է ունեցել մնացորդ քրեական գործերի նվազում, ինչը անսպասելի եզրահանգում է։ Եվ մենք սկսեցինք վերլուծել, թե ինչն է այս դրական դինամիկայի պատճառը եւ մի շարք համաժամանակյա գործոններ վերհանեցինք։ Ձեր թույլտվությամբ թվարկեմ։ Նախ դատական նիստերի նշանակման հաճախակիություն։ Ես հիմա թվերով ցույց կտամ, ինչ հաճախակիություն են ենթադրել այս նիստերը։ Դատախազների կողմից նիստերին բացակայելու դեպքերի բացառում, գիտեք, մենք այս հարցը կարգավորել ենք արդեն 2 տարի, դա էթիկայի հարց է դատախազների համար եւ այդ բացակայությունները ընդհանուր մինչեւ կարգապահական պատասխանատվության են հանգեցնում։ Երրորդ գործոնը, որը շատ կարևոր է, դատավորը ակտիվ է եղել կողմերի ներկայությունն ապահովելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու համար, խոսքը գրագրության մասին չէ։ Կողմերի հետ նախապես դատավորը նիստի օր է համաձայնեցրել, իսկ եթե եղել են անհարգելի բացակայություններ, կիրառել է օրենքով նախատեսված միջոցներ, սանկցիաներ, այսինքն դատավորը համարձակ է եղել նմանատիպ որոշումներ կայացնելիս։ Եվ խոսքը մի դատավորի մասին չէ, խոսքը ամբողջ դատարանի մասին է։ Եվ դատական նիստերը, որը շատ հետաքրքիր էլի եզրահանգում էր մեզ համար, եթե բովանդակային առումով տեղի է ունենում դատական նիստ, որը տևում է մեկ ամբողջ աշխատանքային օր, դա շատ ավելի արդյունավետ է լինում, քան օրինակ բացված եւ ընդհատված դատական նիստը, ֆորմալ առումով դատական նիստ կա, բովանդակային առումով դատական նիստ չկա։ Եվ մենք կարծում ենք, որ այս պայմանների միաժամանակյա առկայությունը թույլ է տվել դատարանին նման դրական ցուցանիշներ գեներացնել։ Նաեւ այստեղ իհարկե չպետք է ես խոստացա եզրահանգման մեջ նշել, թե ինչ մինիմալ, միջին, այսպես ասած, նիստերի քանակ է, որը թույլ է տվել դատարանին նման ցուցանիշներ գեներացնել, մեր կարծիքով, եթե ամիսը խոսքը վերաբերում է բարդ գործերին, 2-ից 3 բովանդակային նիստ է տեղի ունենում, ապա որպես կանոն այս նիստերը չեն ձգձգվում եւ դուրս չեն գալիս ողջամտության սահմաններից։ Այստեղ իհարկե մեծ դերակատարություն ունեն համաձայնեցման վարույթները, որտեղ տուգանքները նշանակվում համաձայնեցված վարույթներով եւ արագացված դատաքննությունները իհարկե, երբ որ մենք ունենում ենք որակյալ մեղադրական եզրակացություն եւ ըստ էության արդեն կողմը դատարանում դա չի վիճարկում։ Ամփոփելով նշեմ, որ նկարագրված իրողությունը աշխատանքի կազմակերպման, ինչի մասին ես խոսում եի, որակ քանակ հարաբերակցության մեջ ցույց է տալիս, որ շատ էլ հնարավոր է, նույնիսկ մարզի պայմաններում, երբ որ մենք այսօր մարզերում ունենք ես տեսա Արարատն ու Վայոց ձորը, ու ճիշտ ասած չզարմացա Արմավիրի վրա, որովհետև ես տեսնում եմ, թե մեղադրական եզրակացություններով քանի ծանր եւ առանձնապես ծանր գործ է այս մարզերի կողմից ուղարկվում դատարան, ես տեսնում եմ, որ եթե դատավորները, իսկ խոսքը 5 դատավորի մասին է, կարողանում են աշխատանքի կազմակերպման նման որակ ապահովել, մենք ըստ էության կարողանում ենք հաղթահարել ուշացած արդարադատությունը։ Ես շատ կարճ ուղղակի, քանի որ շատ խոսեցինք ողջամիտ ժամկետների հետ կապված գործերի քննության եւ վաղեմությունն անցնելու հիմքով դատաքննության փուլում եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ցանկալի կլիներ, եթե մեր կողմից դաշտային աշխատանքի, ես մեր աշխատանքը դաշտային եմ անվանում, դաշտային աշխատանքի արդյունքները ներկայացնենք, ես իմ կարծիքով բացասական դինամիկա եմ տեսնում, կցանկանայի ձեզ հետ կիսվել մեր արած եզրահանգումներով 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 61 անձի նկատմամբ 2021 թվականին 233 22-ին 343, 23-ին 519, 24-ին 233, 25-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ ըստ էության վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը կարծում ենք մարտահրավեր է, որը անհրաժեշտ է հաղթահարել։ Ճիշտ է, նոր քրեական օրենսգիրքը այս հարցը կարծես թե լուծել է ավելի երկար ժամկետները, նախատեսել, ես վստահ եմ, որ
որ կառավարության եւ օրենսդիր մարմնի մեր գործընկերները ավելի մանրամասն սրա մասին կխոսեն եւ բնականաբար 2022 թվականից հետո քրեական վարույթներով մենք այս մարտահրավերը չենք ունենալու, բայց մենք ակնհայտորեն այս մարտահրավերն ունենք մինչեւ 2022 թվականը կատարված հանցագործությունների հետ կապված եւ մենք այստեղ կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում, վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ եւ ինչը ոչ պակաս կարեւոր է այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։